Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Պետական այցով Վրաստան է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբարովը, էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը և թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։ Օդանավակայանում Ալիևի պատվիրակությանը դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ Վրաստանի նախագահի նստավայրում Ադրբեջանի նախագահին ընդունել է Միխեիլ Կավելաշվիլին։ Քննարկվել են երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը և տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը։ Կավելաշվիլու խոսքով դա Թբիլիսիի համար առաջնահերթություն է։ Իլհամ Ալիևին ընդունել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Ալիևը նշել է, որ վրաց-ադրբեջանական հարաբերությունները վստահորեն զարգանում են։ Կողմերը միմյանց աջակցում են միջազգային կազմակերպություններում, սատարում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ աշխատանքներ են տարվում տրանսպորտային միջանցքների ընդլայնման ուղղությամբ, հատկապես Միջին Միջանցքի համատեքստում։ Ալիևը նշել է, այսօր Հարավային Կովկասում բոլորովին նոր իրավիճակ է, տարածաշրջանը դառնում է խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածք, ի տարբերություն հարևան տարածաշրջանների։ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, անհրաժեշտության դեպքում պատրաստ է նպաստել բանակցություններին։ Վարչապետի խոսքով այդ գործընթացները ամրապնդում են Հարավային Կովկասի և Միջին Միջանցքի դերը։ Ադրբեջանի նախագահը վերջին անգամ Վրաստան է այցելել 2023 թվականի հոկտեմբերին։ Ադրբեջանի նախագահին ողջունել է նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Պատասխանելով լրագրողների հարցերին Կալաձեն կարևորել է Ալիևի այցը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների և դրանց հետևանքով առկա մարտահրավերների լույսի ներքո։ Տարածաշրջանում և Վրաստանում խաղաղության պահպանումն առաջնային նշանակություն ունի, ասել է Կալաձեն։ Նա հավելել է, որ Վրաստանում վառելիքի գնի բարձրացումը կապված է Մերձավոր Արևելքում իրավիճակի հետ և այդ խնդրին բախվում է ողջ աշխարհը։ Անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին, Թբիլիսիի քաղաքապետը նշել է, որ վերջին շրջանում շփումների ընթացքում տեղ գտած ուղերձները լավատեսություն են ներշնչում։ Վրաստանի կառավարությունը պատրաստ է հարաբերությունները տեղափոխել նոր մակարդակի և սկսել մաքուր էջից, հայտարարել է Կալաձեն։ Ադրբեջանի նախագահի այցի նախօրեին Թբիլիսիի դատարանը 2000 լարիով տուգանել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին, վտարել Վրաստանից և արգելել մուտքը 3 տարով։ Նրա փաստաբանը հայտնել է, որ լրագրողն արտաքսվել է Ադրբեջան։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նրան ձերբակալել են սոցցանցերում ոստիկանին վիրավորելու համար։ Նշվում է, որ Սադիգովը նախկինում 62 անգամ խախտել է վարչական օրենսդրությունը։ Սադիգովն Ադրբեջանում քրեական գործով հետախուզման մեջ էր գտնվում 2024 թվականի սեպտեմբերից, սակայն 2025 թվականի փետրվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ Վրաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց է կիրառվել և արգելվել է Սադիգովի արտահանձնումն Ադրբեջան։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ օրեր առաջ Ադրբեջանի դատախազությունը դադարեցրել է Սադիգովի նկատմամբ քրեական հետապնդումը, ուստի արտահանձնման ընթացակարգերը դադարեցվել են և լրագրողն արտաքսվել է։ Վրաստանի անդիմադիրները կարծիք են հայտնում, որ լրագրողին վտարելու որոշումը կապված է երկրի իշխանությունների քննադատության հետ։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարայի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, քննարկել տարածաշրջանային թեմաներ։ Զելենսկին հանդիպումից հետո հայտարարել է ռազմական և անվտանգության ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունների մասին։ Թուրքիայի ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ թուրք նախարարը առանձին հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահի հետ, քննարկել տարածաշրջանային հակամարտությունների ազդեցությունը Սիրիայի և Լիբանանի վրա։ Նաև գնահատել
գնահատվել է Սիրիայի վերականգնման նախագծերի իրականացման ընթացքը։ Հանդիպել են նաև Սիրիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարները։ Զելենսկին Սիրիա էր մեկնել Թուրքիայից, որտեղ հանդիպել է նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, խաղաղության հասնելու ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային եւ գլոբալ գործընթացները։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև բանակցություններին։ Նրա խոսքով Անկարան մեծ նշանակություն է տալիս Սև ծովում նավագնացության անվտանգությանը եւ կարեւոր է համարում էներգամատակարարման հուսալիության ապահովումը։ Զելենսկին էլ հանդիպումից հետո հավաստիացրել է, որ Էրդողանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել անվտանգության հարցերով համագործակցության նոր քայլերի շուրջ։ Ավելի վաղ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել Մերձավոր Արևելքում իրավիճակը եւ ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Իրանի շուրջ զարգացումներն աշխարհաքաղաքական փակուղի են ստեղծել եւ կոչ է արել ակտիվացնել ջանքերը պատերազմը դադարեցնելու համար։ Նա նաեւ ընդգծել է ՆԱՏՕ-ի աջակցության կարեւորությունը Թուրքիայի հակաօդային պաշտպանության հարցում եւ հայտնել, որ Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Թուրքիայի կենտրոնական բանկի ոսկու պահուստները նախորդ շաբաթ նվազել են եւս 69.1 տոննայով, հասնելով 102.5 տոննայի, ինչի արդյունքում վերջին երկու շաբաթվա ընթացքում ընդհանուր անկումը կազմել է ավելի քան 118 տոննա։ Reuters-ի տվյալով դա Թուրքիայի միջազգային ստանդարտին համապատասխանող ոսկու պահուստների շաբաթական ամենամեծ անկումն էր 2013 թվականից ի վեր։ Նշվում է, որ նախորդ շաբաթ կենտրոնական բանկը վաճառել է մոտ 26 տոննա ոսկի, եւս 42 տոննա օգտագործվել է սվոպ գործարքներում։ Կենտրոնական բանկը չի մեկնաբանել այդ գործարքները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Իրանի հասցեին, նշելով, որ ապրիլի 7-ին այնտեղ էլեկտրակայաններին եւ կամուրջներին հարվածների օր կլինի, եթե Հորմուզի նեղուցը չբացվի, ապա Իրանում կյանքը դժոխքի կվերածվի։ Թրամփը նաեւ հայտնել է, որ ամերիկյան ուժերն Իրանի լեռներից փրկել են ապրիլի 3-ին խոցված F-15 կործանիչի ծանր վիրավոր սպային։ Առաջին օդաչուն փրկվել էր ինքնաթիռի կործանումից ժամեր անց։ Իսրայելն իր հերթին սպառնացել է ուժեղացնել Իրանի նավթաքիմիական արդյունաբերությանը հասցվող հարվածները։ Արձագանքելով Թրամփի հայտարարություններին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը վճռական եւ լայնածավալ պատասխան կտան, իսկ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները կործանարար հետևանքներ կունենան համաշխարհային տնտեսության համար։ Իրանի ԱԳՆ-խոսնակ Էսմայիլ Բաղային էլ նշել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են թիրախավորել ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտները ի պատասխան ագրեսիայի։ Թեհրանում ապրիլի 6-ի առավոտյան պայթյուններ են որոտացել։ Առնվազն 13 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ։ Թիրախավորվել է Շարիֆի տեխնոլոգիական համալսարանը։ Հարվածներ են արձանագրվել նաև այլ քաղաքներում, որտեղ նույնպես կան զոհեր։ Թեհրանից հայտնել են, որ առավոտյան Ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին։ Իրանն էլ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Թիրախավորվել են երկրի կենտրոնական եւ հյուսիսային շրջանները։ Հայֆայում կա 2 զոհ։ Արաբական Միացյալ Էմիրություններում հարված է հասցվել հեռահաղորդակցության շենքի։ Իրանական ԱԹՍ-ներ եւ հրթիռներ են խոցվել Սաուդյան Արաբիայում եւ Քուվեյթում։ Ռազմական գործողությունները շարունակվում են նաեւ Իսրայելի եւ Հեզբոլլահի միջև։ Բեյրութն ապրիլի 5-ին 8 ավիահարվածի է ենթարկվել։ Լիբանանում մեկ օրում շուրջ 40 մարդ է զոհվել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին տարածաշրջանում տիրող իրադրությունն քննարկել է Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Ֆրանսիայի իր պաշտոնակիցների հետ։ Սերգեյ Լավրովի հետ զրույցում Արաղչին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարվածում են Իրանի արդյունաբերական ենթակառուցվածքին, հիվանդանոցներին, դպրոցներին, բնակելի թաղամասերին եւ միջուկային օբյեկտներին։ Լավրովն իր հերթին հույս է հայտնել, որ իրավիճակը կապաեսկալացվի, մի շարք երկրների ջանքերը հաջողությամբ կպսակվեն։ Արաղչիի հետ զրույցում Սուբրամանյամ Ջայշանկարն ընդգծել է Նյու Դելհիի աջակցությունը պատերազմը դադարեցնելու ուղղությամբ տարածաշրջանային եւ միջազգային ջանքերին։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոնն էլ Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակման սպառնալիքներն անվանել է տարածաշրջանում լարվածության սրման պատճառ։
Միացյալ Նահանգները եւ Իրանը հակամարտությանը վերջ դնելուն ուղղված ծրագիր են ստացել միջնորդներից, հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով իրազեկ աղբյուրները։ Ծրագիրը ներառում է անհապաղ հրադադար, որին կհաջորդի համապարփակ համաձայնագիր։ Ըստ Reuters-ի աղբյուրի, Պակիստանի բանակի հրամանատարը կապի մեջ է եղել ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի, նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Axios-ի աղբյուրներն էլ հայտնել են, որ ԱՄՆ-ն, Իրանը եւ տարածաշրջանային միջնորդները քննարկում են 45-օրյա հրադադարի հնարավորությունը, որը կարող է հանգեցնել հակամարտության վերջնական ավարտին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կորցրել է վերահսկողությունը Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ, հայտարարել է Ռաֆայել Գրոսին։ Նրա խոսքով իրավիճակը մտահոգիչ է։ Իրանը բավական երկար ժամանակ գործակալությանը հասանելիություն չի տրամադրում գործողությունների անցկացման վայրերին, ուստի այժմ պարզ չէ, թե Իրանն արդյոք ուրանն օգտագործում է խաղաղ նպատակներով, ասել է գործակալության գլխավոր տնօրենը։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն էլ նամակ է հղել ԱՄԳ տնօրենին, հիշեցնելով միջուկային օբյեկտներին հարվածների մասին եւ նշել, դրանց հետևանքով կարող է ռադիոակտիվ նյութերի արտանետում լինել մարդկանց, շրջակա միջավայրի եւ հարևան երկրների համար անդառնալի հետևանքներով։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին կոչ է արել քաղաքական քննարկումներում չօգտագործել Ղարաբաղի թեման։ Հայտարարությունը հաջորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարություններին։ Բաքվում ընդգծել են այդ թեմաներն անթույլատրելի է օգտագործել հանրային քննարկումներում եւ հայտնել են, որ համապատասխան դիրքորոշումը դիվանագիտական խողովակներով հասցվել է ռուսական իշխանություններին։ Պեսկովը նշել էր, որ Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս Ռուսաստանին որևէ կերպ փողում չլինի։ Ադրբեջանում շարունակվում են ինտենսիվ տեղումները։ Վերջին 2 օրերին Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում տեղացել է 90 մմ տեղումներ, ինչը կազմում է ամսական նորմայի 390%-ը։ Բաքվի շրջակա բնակավայրերում, որտեղ բացակայում է ջրահեռացման համակարգը, ջրհեղեղներ են նկատվում։ Այդ վայրերում քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատակիցները հատուկ միջոցների օգնությամբ հեռացնում են անձրևաջրերը, իսկ անհրաժեշտության դեպքում բնակիչների տարհանում են իրականացնում։ Անձրևները վնաս են հասցվել նաեւ շրջակա միջավայրին, գրանցվել են ծառերի անկման դեպքեր։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։